Մարդը արարածը եթե հոգին մեջ երկինք չունի, անինչ գիտե աղունիքն ինչ է։ Անոնք պարտականություն սորվելու բնազդմա ունին։ Ուրալ երթան, որքանալ բարձր թրջին, վերջը տուն կուգան։ Իրենց բունը չեն մորնար։ Հարազատ կմնան իրենց բունին, իրենց պարտականությանը։ Իրենց գեղեցկությունը քեզի կպարգևեն և մարդ ակամա կսորվի վեր նայիլ ու կսիրե արև ու լույս, ըսելը կսիրե անմեղություն։ Հոգնեցա Փիլիպոս տղա, խոսել են հոգնեցա, ըսելիքներ շատ ունին։ Ճիշտ ժամանակին ենք եկել։ Էսի չեք պատրաստում։ Կպատմեք։ Պատմում մեր գյուղի ասած, մենք բիշի ենք սարքում։ Ուրիշ գյուղերում տարբեր ձևերի բաներ են։ Շամշադինում ասում են սալի, մեր գյուղումը բիշի են ասում։ Էսա կպատրաստենք կտնած։ Կպատրաստի բիշի մեզ համար, մենք մի քանի հարցնանք աղավարտ պապին և տեսնենք, թե մեզ նա ինչ կպատմի իրենց ավանդույթների մասին։ Բարև, աղավարտ պապ։ Բարև ձեզ։ Մեզ կպատմեք Արցվաշենի ավանդույթների մասին։ Այո, պատմեմ։ Ուրեմն հունվարի 1-ին, հունվարի 1 նոր տարուներ, բոլորն էլ խոզ են պահում։ Այդ խոզը պահում են մորթում են, մեկին արդեն հյուրասիրություն, ունում է մեկին ուսություն, նետերի մոտ, նոր տարին շնորհավորում, հետո հարևաններով, բոլորն էլ խոզ են մորթում, բոլորն էլ։ Մեր գյուղը մեծ գյուղ է եղել, շատ մեծ գյուղ է եղել։ Տան բնակչությունով է ցավոտանը։ Բոլորն էլ խոզ են մորթել, բոլորն էլ հարգվել են, գնացել են, եկել են։ Հունվարի 1-ին, ասենք հարևանը հետ կամ բարեկամը չի խոսացել, հունվարի պարտադիր պիտի խոսային էլի արդեն խոսում են իրար հետ ու ասում էր գնում արդեն բարիշին իրար հետ։ Նրանից հետո մարտի 8-ը լինում, մարտի 8-ը այդ օջախում եթե հարց կա կամ մեծ կա գալիս է նրան մարտի 8-ը շնորհավորում գնում են Հասնացույն մարդուց շնորհավոր գրում են իրար բարեկամը մեծի մարդուց շնորհավորում։ Իսկ Արցվաշենում Տերն Թարաչը Սուրբ Սարգիս ինչպես եք նշում։ Մենք Սուրբ Սարգիսը բան չեն դարել, ենքան չեն դարել, բայց մարդու ապրիլը զատիկը նշել ենք զատիկը։ Զատիկին է գնացել ենք, այդ բիշի նորակ թխում, գատկ են թխում, տարել են երեխեքի համար, նասկի են առել, տարել իրանց հարազատի, հասնացույի կամ մեծի տուն Այդտեղ այդ ավանդույթներն է, ես է դիրեկտ եմ պահանում, որ սարքից չեմ մանում գնացել են, եկել են, մեկը մյուսի, հարգել են, պատվել են, մեծ գյուղ է եղել, մեծ տարածք է եղել, մեր ավանդույթը միշտ մնացել է և կմնա։ Լավ, շնորհակալություն։ Աշխատանքը վերջի և սիրումը առաջի աշխատանքը։ Տարվա վերջնելը, որ արաղ եք քաշում, խոզերը մորթում եք, սպասում եք հունվարի 1-ին ըքսում եք ուտել խմիլը։ Բարդուք ծուր են ծանում եք Վերջում, սկիզբը դա է, որ վերջը արաղ եք քաշում, տարին փակում եք աշխատանքում։ Տարվա սկիզբը ըքսում եք ուտել խմիլը արդեն։ Աղավարտ պապ, կպատմես ձեր ազգանն ինչպես է առաջացել, Վարդանյանների ազգանն ինչպես է առաջացել։ Երկու եղբայր է եղել, մեկը Վարդան է եղել, մեկը Ղանատ։ Ես մեկը գրվել է Վարդանյան, մեկը գրվել է Ղանատյան։
Այստեղ արդեն երկու ալգանուն են բաժան։ Բաժանվել է երկու ճյուղի։ Հա, երկու ճյուղի են բաժան, մերը Վարդանյանն է։ Իսկ Ղանադյաններն են, արդեն Ղանադյաններն են։ Եվ հա։ Մեր Վարդանյաններն են մեծ ալգ, Ղանադյաններն են մեծ քանակով շատ են։ Իսկ քանի ծոր ունեք։ Իսկ պապիկը ունի 13 թոռ եւ 11 ծուր։ Ահա բա։ Իսկ ո՞նց է ծանոթացել Օպիկ տատիկի հետ։ Օպիկ տատիկի հետ ծանոթացել է գյուղի ժամանակ։ Իրանք կարմիր ման ապրել։ Իրանք քուրը մեր արևանը մեր օրեկոր հասնա եղել էլի։ Իմ պապան ուզել է իրանք մեծ քորը կանադյանների տոհում։ Դենցան արդեն ծանոթացել են իրար հետ։ Իսկ քանի տարի եք շփվել իրար հետ։ 6 տարի։ 6 տարի։ 6 տարի։ Հավարտ պապ, կպատմեք, որ թվականին, ոնց եւ երբ եք տեղափոխվել Դպրաբակ։ Հնդասներ թվի օգոստոսի 4-ը։ Յուղիչը դուս են եկել արդեն, և մարդ չի մնացել յուղում։ Եկել են կնացել իրովակը։ Մի ամիս մնացել, նորից հետ եկել մնացել։ Եկել են Դպրաբակ յուղ։ Ինչի համար են եկել Դպրաբակ յուղ։ Այդ ժողովուրդի հետ մի բարբար այլի, միշտ բարբար չկա, մի բարբարը որ խոսում, ոչ թե այդ միշտերին ապրել, բարբարը կփոխվեր մը, չէ, մի ժողովուրդ, դրա համար մենք գրեցին այս գյուղը։ Մեզ երկու թվին, որ արդեն եկել ենք այս գյուղումը, այս գյուղացի եղել է, ոչ թե Ադրբեջանի տարածքից են եկել այս ժողովուրդը ստեղ Դպրաբակ գյուղումը, այլ Գարթման աշխարհից են եկել ստեղ, Գարթման աշխարհից, Ադրբեջանից չեն եկել իրանք, Գարթման աշխարհից, եւ Արտվաշենը Գարթման աշխարհից է եկել, Չարդախլու գյուղից, գնացել է Շամշադինը մնացել են, հետո զրուցել են, էլի ծմեր որա երկար որա եղել, այդ տարածքը դեսել եմ Արտվաշենի և եկել եմ այդ տարածքում արդեն շենացրել են, ապրել են, սես տներում չեն ապրել են գետնափորում, տուն են սարքել, տաս կարել հողից, ապրել ու մեր ռայոնում ամենա հարուստ գյուղը մեր ռայոնում եղել է Արտվաշենը, որովհետև Արտվաշենը կարելի է ասել 80%-ը խոպանչ է եղել։ Գնացին Ռուսաստան աշխատել, եկել։ Խոպանը Ռուսաստանը մեզ համար եղել է, էլի ասել, Գարթման աշխարհում դենիքան գյուղ կարներ նեմեսներ են ապրել։ Մեր ժողովուրդը գնացել են աշխատել, եկել, նեմեսների որ ակսորն է, էլ աշխատացնող չկա, թուրքը չի կարալ աշխատացնել հայ, հայ շինարար մարդ է, արդեն տեղափոխվել է Ռուսաստանը, ասել եկել։ Իսկ ոտքով եք գաղթել եկել, ձեր երեխաներն այդքան Ավտոյով եկել, մենք ավտոյով եկել։ Ծնողս մայրս էլի, հերը ընդեղա մացել, մայրիկս էլ, հետներս բերել ենք ստեղ, ընտանիքով եկել։ Գյուղի ամենավերջի ընտանիքը, ամենավերջի մարդը, ես եմ դուս եկել ընտանիքով։ Իսկ տան գույքը Ոչ մի բան չեք չեմ բերել։ գիրել, ոչ մի բան։ Մենակ կարողացել եք փաստաթղթերը ձեր Հա, մեր վերցնել։ փաստաթղթերը մեզ հետ, մենք բերել ենք Արտվաշենից, ստեղ պահել ենք, աշխատել ենք, ամենանկյանի աշխատում ենք, ասում փառքին էլ արդեն կարում ենք էլի աշխատում ենք։ Դոմիկում ենք ապրել ստեղ։ Եկել եք այստեղ, այս գյուղ Դպրաբակ ու այսպես կարելի է զրոյից ձեր հիմքը դրել։ Զրոն էլի թիվա, զրոն էլի թիվա, էլի զրոն որ արտահայտում է մարդ, էլի մի տան հետևից կա, այդ զրոնը չկա, որ ասենք մի տոպոսը կամ, զրո,
Դոմիկը սեղտրած է եղել, մի երկու եդար կարտոշկա էին տվել, են է դոմիկը մը ցուրտ տարավ։ Ցուրտը տարավ դոմիկը։ Մի անասունից, արդեն մեկ անասունից, մենք արդեն ստեղծել ենք եկամուտի աղբյուրը, ոնց պետք է լինի։ Ես գյուղացի մատմուտ տղա կար, մեզ մի հատ խոզի ջուր տվավ, խոզի ջուր գոչել, ջեբումս եմ բերել։ Տվա ամոնան ասում, հատ գչե բանը ոնց այդ ամոն է, խոզի ջուր տվավ, խոզի ջուր տվավ։ Հունվարի մենք ստեղ չմորթեցինք։ Եվ մորթեն հատ չկա ուտենք։ Միսը ոնց են ուտում։ Թողեցինք, մնաց հաջորդ տարին, որ էլի շատացան, կամաց ամանեկան, մեր եկամուտը աղբյուրը անասնապահությունից ստեղծված։ Իսկ եթե հնարավորություն լիներ, որ ետ գնայիք Արցվաշեն, կգնայիք։ Նայք ես քսի չեմ ասում։ Արցվաշենը 70% շինարար է եղել, 70%։ Եվ մոտակա գյուղերը, ադրբեջանական գյուղերը, ես չէի ասել, վերև հայերն են սարքել ու Արցվաշենցի, բայց մեծամասնությունը, որ այնտեղ տներ են սարքել, գյուղ են սարքել, գյուղ են զարգացրել, Արցվաշենից ժողովուրդը շատ են աշխատել, արտասենի վարպետին շատ են աշխատել։ Նրանք մեր գյուղը, մոտակա գյուղերի ժողովուրդը, պետք է մեր տները չէին քանդել։ Մենք տուն սարքող ենք, տուն քանդող չենք, իմի տուն չկա, ինչի չեն սարքել։ Մենք սարքող ենք, այդ տները մենք են սարքել, մերունք են սարքել, մեր մետերն են սարքել, իսկ նրա քանդել են, այդ մետերը, որ իրանց օգնել են, փողով սարքել են, մի գետին հավասարացա, ասել, թե մի մոմենտ ասում եմ ուզում եմ, և շատ բան եմ ուզում, շվեցարական բանկը քուննաց հավատան եմ, ինչ ես անում, հավ գերեզմանոց կանդեր, են և կա, թե չկա, անհայտը, ես իտ կուտված հարցի են, որ գնամ, չեմ կարող պատասխանել։ Իսկ դու ով եք տատ, ուզես նորից հետ գնասել գյուղ։ Կինա մի չտենամ մատաղ գյուղը։ Դե են Անդեր լավ տներ ենք ձեծնանդավայրն սարքել, մրծնանդավայրն է, լավ տներ ենք սարքել, ամեն ինչով ապահոված են գլել։ Հիմին դե խողին հավաց կա մի չտենամ։ Դե ասենք, եթե նորից լինի հայերի ձեռքում ու հնարավորություն լիներ, Աստեղ սարքել եմ մեկ եկամ նորից ընդեղ սարքեմ արդեն էլ չէ։ Բծածա։ արդեն ստեղ եք հարմարվում։ Անստեղ հարմարվել ենք, ստեղծել ենք, սարքել ենք, աշխատել ենք, չէ։ Բայց ինչ որ ցավ զգացել եք, որ այդ ամենը թողնում եք ու գալիս տեղ։ Բայց ոնց չենք տենում։ Զրոյից տուն ենք ընդեղ սարքել։ Զրոյից։ Մեծ կորուստ եք Մեծ դարձել։ կորուստ ենք տվել, ամեն ինչով ապահոված են գլել, ամեն ինչով։ Բայց դե էլ արդեն զոր Տարբեր տեղեր Ես այսքան ստեղ արել ենք մեկ եկան գանտեղ նորից, Տարբեր տեղեր էլ արդեն մեծացել ենք։ տարբեր տեղեր։ Ես համ վաղձամ եմ տեսել, համ այապորտ, այսինքն համ ընդեղ եմ շատ մարդ տեսել, համ այապորտում եմ շատ մարդ տեսել, մաքրություն, կուտուրականություն, խողարնել, աշխատել, ինչի թե մարդ եք սկսում աշխատել են ապրելը, մեր գյուղացիք լիք տեսածը։ Ողել ենք ու եկել, անասյունը կապած է եղել, խոզերը մեջին կապ, օգոստոսի 4-ին ենք մենք եկել։ Մեր հայաթը ասվալտարած է եղել։ Մեր ժողովուրդը կուլտուրան տեսած մարդիկ են, որովհետև քեզ ասում եմ վաղձալ տեսած են, աշխատած են, մարդ տեսած են, կուլտուրա տեսած ժողովուրդը։ Հարու ժողովուրդ է եղել մեր գյուղացիք։ Բայց եթե ես իմացելի հետ չեն քննական, ուրիշ բանը չեմ ասում, դարտակ մեջով, հատե մի ռուբլի, ամենալավ կումստա ես կարնեի, հատե մի ռուբլի էր։ Չեկաղ չկացով ծամբուր չկացով Այժմ մենք այցելենք պարոն Բաղդասարյանի Հայազգային արվեստի մանրանկարչության կենտրոն։ Նրանք այգուտ են տեղափոխվել Գարդման աշխարհի Բադա գյուղից։ Պարոն Բաղդասարյան, կպատմեք ձեր ծննդավայր Բադա գյուղի ավանդույթների մասին։ Իհարկե, ուրեմն ես շատ բան չեմ հիշում Բադա գյուղից,
բայց ծնողներից պատմելով արդեն այնքան ծանոթացել, որ կարամ շատ բարձ ամեն ինչ նկարագրեմ։ Մեր գյուղի ավանդույթներից է եղել հիմնականում մայիսի 1, մայիսի 9, նոր տարի սուրբ ծնունդ նշելը։ Ավանդությունների մեջ եմ եղել, որ ամբողջ տոհմով հավաքվելուս են եղել, ամբողջ տոհմով են նշելուս եղել ու այդ տոները իրանց համար շատ մեծ տոնախմբություն է եղել։ Օրինակ նոր տարում դեկտեմբերի 20-ից հետո ավանդություն է եղել, որ օրինակ խոսնորդելուս բոլոր ընկերներով, բարեկամներով, ծանոթներով հավաքվել են, միասին են մորթել խոզը, այդ իրանց համար շատ մեծ կարողություն է եղել, այդ հասկերիքները իրանց համար, իրանց ավանդույթների մեջ մտնելուց է եղել, ու նոր տարում էլ ավանդույթ է եղել, որ առաջինը անպայման տոհմի մեծի տուն գնան, իրանց շնորհավորեն, նոր մնացածները արդեն ընկերներով, հարևաններով, բարեկամներով բոլոր իրար շնորհավորելուց են եղել։ Ու հիմնականում էլ նոր տարում սեղանի վրա ավելի շատ ազգային խոհանոցից է եղել ու հատկապես շատ ընդգծված եղել հայկական ազգային գաթա թխելը, այդ մի ուրիշ արարողություն է եղել, որ անպայման թաղում ում փոր ունի, իրանց փռն թխելուց են եղել ու ամենալավը պարտադիր փրկիրովն են տալուց եղել, դրանց հետո երկրորդ ամենալավը անպայման հավաքվելուց դա հենց փռն մոտ են տելուց եղել ու մինչև տուն հասցնելն էլ ճանապարհին հանդիպել են պարտադիր հյուրասիրելուց են եղել։ Վատագյուղի ավանդույթների մեջ շատ մեծ տեղ է ունեցել հյուրասիրությունը ու տոհմի մեջ էլ հարկված է եղել, որ անպայման տոհմի մեծին բոլոր առումներով, բոլոր արդյունքներով առաջին իրան շնորհավորեն, իրանց տուն գնան, այսինքն մեծի հանդեպ հարգանքը, հյուրասիրությունը, այդ ամենը լրիվ վատագյուղի ավանդույթների մեջ է մտնելուց եղել։ Իսկ տոհմը հիշում եմ մինչև իմ պապիկը, իսկ պատմելով մամայիս, պապայիս, մամայիս, պապիկների միջև։ Մեր տոհմը Բաղդասարյանների տոհմն է եղել, մեծ պապիս են պատմելով հիշում, պապայիս պապիկը, այսինքն ինքը եղել է Խոսրով Բաղդասարյանը, Զորավար Անդրանիկի զինագիծ է։ Խոսրով Բաղդասարյանը իրան էությամբ ընդհանրապես շատ հանգիստ մարդ է եղել ու շատերը նույնիսկ չեն պատկերացրել, որ ինքը Զորավար Անդրանիկի զորքից է եղել։ Իրանից հետո էլ ինքը իրան երեխեքի մեծադաստիարակ էր, որ իրանք են զինվորականներ դառել ու հատկապես իրան տղեն Արամ Բաղդասարյանը հայրենական պատերազմի ժամանակ շատ մեծ դեր է խաղացել Կուրսկի ճակատամարտում, դիպուկահար է եղել իրան գործողությունների շնորհիվ ճակատամարտում հայրենական զորքերն են հաղթանակ տարել։ Իսկ կպատմեք ձեր գյուղի մասին, թե ոնց է գաղթը եկել հաստատվել այգուտուն։ 88 թվականի բռնի տեղահանությունների ժամանակ, ինչպես ամբողջ Քարդմանահայությունը, այդպես էլ Վատագյուղի բնակչությունը բռնի տեղահանությունների հետևանքով տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն։ Մենք էլ իրենց հետ տեղափոխվել ենք Հայաստանի Հանրապետություն, գնացել ենք Սպիտակի Շենավան գյուղ, իսկ դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո տեղափոխվել ենք Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղ ու 90-ականների սկզբից բնակվում ենք Այգուտում։ Այգուտում էլ, ինչպես Քարդմանում, Վատագյուղում, շարունակում ենք հայկական ազգային ավանդույթները, նույն կերպ եւ հյուրասիրությունը եւ հարգանքը եւ հայկական ազգային խոհանոցները պահպանվում են։ Ձեր բոլոր ավանդույթները, ինչ նշել եք Վատագյուղում, ձեզ հետ եկել է Այգուտ գյուղ։ Այո, ամեն ինչ պահպանվում է մինչև հիմա ու մեր համար մեր հայկական ավանդական արժեքները պահպանելը շատ մեծ նշանակություն ունի։ Ու հիմնականում իմ համար էլ անձամբ այնքան մեծ նշանակություն ունի, որ հիմա ես զբաղված եմ հայկական ազգային արվեստը պահպանելով եւ փոխանցելով։ Դրա համար հիմա մեր համայնքում հիմնել ենք հայ ազգային արվեստի պահպանման կենտրոն, Արսեն Գրիգորյանի հետ առար հայ ազգային արվեստի
Արարի հիմնադիրը պարոն Գրիգորյանն է, եւ հիմա հայկական ազգային արվեստից կոնկրետ մանրանկարչությունն ենք զարգացնում։ Ճամբարակի շարք համայնքների երեխաներին հիմա արդեն մանրանկարչություն են ուսուցանում, որ եւ պահպանենք եւ փոխանցենք սերունդների